Բարի երեկո, դուք դիտում եք բացառթակ, այսօր իմ հյուրը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Օրդուխանյան, քանի որ վաղուց չենք հանդիպել, ձեր կարծիքը օգոստոսի 8-ի փաստաթղթից, որովհետև դրա հետ կապված, տեսեք, ընդդիմությունը համարում է հակապետական փաստաթուղթ, հայտարարում է, որ Հայաստանը միջանցք է տալիս, իսկ Հայաստանի իշխանությունն էլ հայտարարում է, որ Հայաստանը վերջապես ապաշրջափակվում է։ Խնդրեմ ձեր տեսակետը։ Ամենակարևոր կետերին կուզեմ անդրադառնալ այդ փաստաթղթում, որոնք նաև այդ ճանապարհին վերաբերելի հոդվածում մասնավորապես առաջին պարբերությունում են հենց նշված։ Դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորությանը վերաբերող կետերն են։ Եթե այս կետերը այսպես ասենք բացասական են, ուրեմն բացասական է այն ուժերի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որովհետև Հայաստանի Հանրապետության կամ առհասարակ ցանկացած պետության համար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն եւ իրավազորություն պետականության կայացման, նրա լինելիության եւ զարգացման հեռանկարը բնորոշող կետերն են իրավական տեսանկյունից, այնպես որ ես միանշանակ դրական եմ գնահատում օգոստոսի 8-ի փաստաթուղթը, որովհետև նախ այստեղ մի քանի փաստաթղթերի մասին պետք է խոսենք, եռակողմ հռչակագրի, հայ-ադրբեջանական խաղաղության եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախաստորագրված փաստաթղթի եւ ԱՄՆ-ի հետ 3 հուշագրերի համագործակցության վերաբերյալ, որոնք ամբողջական փաթեթով բնականաբար բացում են հորիզոններ զարգացման Հայաստանի համար, իսկ ինչ վերաբերում է Միջանցքի խոսույթին, դա սպառված խոսույթ է, կեղծ խոսույթ է, որովհետև եթե կա տարածքային ամբողջականություն, իրավազորություն եւ ինքնիշխանություն, ապա սա ամբողջությամբ բացառում է Միջանցքի տրամաբանությունը, գուցե այսպես ասեմ, քանի որ սրան նախորդիվ կար նաեւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ։ Այդ նոյեմբերի 9-ը թե օգոստոսի 8-ը։ Բնականաբար օգոստոսի 8-ը, որովհետեւ նոյեմբերի 9-ի մեջ այն 3 սկզբունքները, որոնք որ ես նշեցի, չկային, եւ դա շատ ռիսկային էր, սա 9-րդ կետի մասին է խոսքը, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ամբողջությամբ ուղղակի խախտվեց մյուս ստորագրած 2 սուբյեկտների կողմից, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի իրենց պարտականությունների կատարման առումով եւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ եթե մենք որպես արդյունք ենք նայում կամ հետևանք, որովհետև մեզ համար բացասական, այսպես ասենք, ելք է եղել, Արցախ այլևս որպես այդպեսին չկա եւ Արցախահայությունը ցավոք սրտի իր բնորանում չէ։ Սա այդ փաստաթղթի, այսպես ասենք, արդյունքներն են։ Հիմա դա էր լավը, թե այն փաստաթուղթը, որը Հայաստանի համար բացում է զարգացման այնպիսի հեռանկար, որտեղ այդ ճանապարհը, որը թրիփ է անվանվել, լինելու է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մեջ եւ իրավազորության ներքո։ Տեսեք, թրիփին դեռ կանդրադառնանք, բայց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը հայտարարեց, որ ինչ են ստացել կողմերը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից։ Միացյալ Նահանգները ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, ստացել են Հայաստան իրան սահմանը փաստացի վերահսկողության հնարավորություն, իսկ Ադրբեջանը ստացել է միջանցքի իրավունք Հայաստանի տարածքով, ստացել է Մինսկի խմբի լուծարում եւ ստացել է 907-րդ բանաձևի չեղարկում։ Իսկ ինչ է ստացել Հայաստանը։ Եկեք սկսենք վերջին կետերից եւ այդ բանաձևի հետ կապված եւ նաեւ Մինսկի խմբի հետ կապված, որը որևէ կերպով եւ որևէ սկզբունքների պայմաններում չկարողացավ խնդիրը հանգեցնել խաղաղ լուծման։ Մինսկի խումբը Մինսկի խմբի մասին է խոսքը եւ հարցը լուծվեց ցավոք սրտի ռազմական ճանապարհով եւ Մինսկի խումբը ինքն էլ համաձայն էր իր լուծարմանը։ Այստեղ այնպես չի, որ Հայաստանն է նախաձեռնել Մինսկի լուծարումը խմբի կամ Ադրբեջանը միայնակ, այդ կողմերը իրենք էլ են ցանկացել այդ ֆորմատի լուծարում, հակառակ դեպքում դա չէր լուծարվի ուղղակի, այնպես որ այստեղ կա մի փոքր մանիպուլյացիա կամ ոչ ամբողջական տեղեկատվության ներկայացում։ Ինչ վերաբերում է մյուս կետերին կապված Միջանցքի հետ, ասացի, սա կեղծ խոսույթ է եւ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը, եթե կա իրավազորություն կետ, սա Հայաստանի Հանրապետությունն է իրականացնում, այլ բանը ճանապարհի կառավարումը։ Սրանք տարբեր բաներ են, վերահսկողություն եւ կառավարում եւ բնականաբար ինչ վերաբերում է հայ-իրանական սահմանին, հայ-իրանական սահմանը այսօր շատ ավելի Հայաստանի ինքնիշխանության ներքո է հետզհետե անցնում, քան նախկինում եղել է, երբ մենք գիտենք, որ այս տարեսկզբին էր կարծես, որ կանաչ գոտուց ռուս սահմանապահները դուրս բերվեցին եւ այստեղ նրանց փոխարեն չեն բերվել եւ այլ երկրի սահմանապահներ
տեղակայվել այդ հատվածում առնվազն եւ հայ-իրանական հարաբերությունների զարգացումը եւ սահմանը ամենևին երրորդ կողմի միջնորդությամբ չի նախատեսվում այդ փաստաթղթով որևէ կետ այդ մասին չկա եւ մենք տեսանք որ այդ փաստաթղթերի վերաբերյալ Իրանը նույնպես իր, այսպես ասենք, հարցերի պատասխանները ստացավ, եթե որոշակի մտահոգություններ ուներ, ապա այդ մտահոգությունները վստահ են, որ փարատվել է, այնպես որ այստեղ ավելի շատ մանիպուլյացիաներ են կիրառվում եւ դա հասկանալի է նախընտրական տարի է, քան իրողություններ են ներկայացվում։ Պարոն Օրդուխանյան, ճիշտ եմ հասկանում, որ դուք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն առհասարակ համարում եք ոչ այդքան արդյունավետ, որովհետեւ հենց այդ խմբի գործունեության ժամանակ են եղել եւ հակամարտություններ եւ չգիտեմ լայնամասշտաբ պատերազմ ամեն դեպքում։ Հետևաբար այդ խումբը չի կարողացել իր արժեվ դրված առաքելությունը կամ պարտավորությունը այն է կոնֆլիկտը խաղաղ կարգավորել լուծել իրականացնել։ Այո, մինչ լուծարումը մենք ունեցել ենք սրացումներ, ունեցել ենք պատերազմներ, բարբերաբար խախտումներ 2016 թվականի քառօրյա, 2020 թվականի 44 օրյա պատերազմ եւ ես առիթներ եղել են տարիներ առաջ ես նույնպես այդ մասին նշել եմ Մինսկի խմբի, որ Մինսկի խմբում պետությունների միջև էլ ըստ էության շահերի որոշակի բախում կար կապված Արցախյան հարցի հետ, որովհետեւ այդտեղ փաստացիորեն մի սուբյեկտը Ռուսաստանը ավելի շատ լծակներ ուներ կոնֆլիկտը կառավարելու, քան Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները եւ հետեւաբար այդ շահերի հակասությունները նաեւ թույլ չեն տվել այդ հարցը լուծել, որովհետեւ մի սուբյեկտին պետք էր կոնֆլիկտի առկայություն, որպեսզի պահպաներ իր ազդեցությունը եւ դա Ռուսաստանի դաշնությունն է հասկանալի է եւ իմ ասածը հիմա հիմնավորեմ նաեւ նոյեմբերի 9-ի փաստաթղթում Ռուսաստանի դաշնության որպես միջնորդի դերակատարությամբ, որը պետք է վերահսկեր Լաչինի միջանցքը, բայց չեղան, չէ, Մինսկի խմբի մյուս անդամ պետություններ, Ֆրանսիա կամ Միացյալ Նահանգները, որոնք ինչ-որ ձևով կներգրավվեին այս հարցում։ Այսինքն, այստեղ ակնհայտ է, որ կային շահերի հակասություններ եւ կոնֆլիկտի վերաբերյալ տարբեր ընկալումներ, եւ բնականաբար սա չէր կարող լինել արդյունավետ ֆորմատ եւ սա ցույց տվեց նաեւ պատմական ընթացքը։ Հետևաբար լուծարումը ըստ էության հասունացած process էր, առավել եւս երբ նաեւ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ըստ էության չկարողացավ պաշտպանել արցախահայության իրավունքները եւ շահերը, բայց այդ համաձայնագիրը հենց այդ երրակողմ հայտարարությունը հենց դրա համար էլ ստորագրվել էր։ Բայց նոյեմբերի 9-ի հենց խախտողները, առաջին խախտողները եղան Բաքուն եւ Մոսկվա։ Այո, եւ իրենք խախտեցին եւ բնականաբար այդ փաստաթղթի տրամաբանությանը Հայաստանի Հանրապետությունը այլևս չէր կարող, այսպես ասենք, հավատարիմ մնալ, եթե նախորդող 8 կետերը ամբողջությամբ խախտվել են, 9-րդ կետը ինչու պետք է կյանքի կոչվեր։ Տեսեք, դա վերջի կետն էր, հավանաբար վերջնանպատակը դա էր, որ Ռուսաստանը ստանա ճանապարհի նկատմամբ վերահսկողություն այդ փաստաթղթով իրենց անվանած Միջանցքի նկատմամբ, բայց Միջանցք չի լինելու, չկա եւ առավել եւս օգոստոսի 8-ի փաստաթղթում կան այն հիմնական սկզբունքները, ինքնիշխանություն, կրկնում եմ, տարածքային ամբողջականություն եւ իրավազորություն, որոնք ամբողջությամբ փակում են այս կեղծ խոսույթը։ Դուք ասում եք Միջանցք չի լինելու, Միջանցք չկա, խոսույթը սպառված է, բայց այդուամենայնիվ մենք այդպիսի խոսույթ նաեւ Բաքվից ենք լսում, անգամ օգոստոսի 8-ի այդ փաստաթղթի ստորագրումից հետո պարբերաբար նաեւ միջազգային հարթակներում է Ադրբեջանի ղեկավարը Զանգեզուրի Միջանցք խոսույթն օգտագործում։ Այո, իրավացի եք դուք, ես հիմա ասեմ ինչու է նա այդպես անում, որովհետեւ նախ եկեք հասկանանք Ադրբեջանի խոսույթը եւ գործողությունները իրար չեն համապատասխանում, որովհետեւ Ալիևը կիրառում էր եւ շարունակում է ավելի իհարկե հազվադեպ, բայց կիրառել Զանգեզուրի միջանցք, Արևմտյան Ադրբեջան, Հայաստանի կապիտուլյացիա եւ այլն խոսույթները, բայց ինքը գնացել է Վաշինգտոնում ստորագրել է մի փաստաթուղթ, որով ամբողջությամբ իր խոսույթը հերքել է։ Ստորագրել է Հայաստանի ինքնիշխանության տակ, ստորագրել է, որ այդ ճանապարհը թրիփ է լինելու, էլ ինչ ասեմ, որ Հայաստանը կապիտուլյացիայի չի, որովհետև ինքը կապիտուլացված երկրի հետ կամ երկրի ղեկավարի հետ, հիշում եք ժամանակին ասում էր փաստաթուղթ չեմ ստորագրել։ Այսինքն իր գործողությունները չեն համապատասխանում իր խոսույթին, բայց հիմա քանի որ ինքը ավտորիտար լիդերը եւ իր հասարակությանը շատ բաներ էր խոստացել, այդ թվում Զանգեզուրի միջանցք, Արևմտյան Ադրբեջան, Հայաստանի կապիտուլյացիա, ինքը չի կարող այդ խոսույթից մի անգամից հրաժարվել, որովհետեւ իրեն հարցադրումներ են անելու իր երկրի ներսում, բադո այսպիսի բաներ էր ասում, այս ոնց ստացվեց, որ հիմա դա Զանգեզուրի միջանցք չի, այլ թրիփ է, կապիտուլյացիա չկա Հայաստանի հետ գնացել է խաղաղություն, էս նախաստորագրել եւ այլն եւ դժվար է այս խոսույթից մի անգամից հրաժարվել է, այսպես
փափուկ գուցե գործիքներով դա անի, որովհետև շատ հաճախ Միացյալ Նահանգները նախագահի տեսքով հիշեցնում է, որ այնտեղ կրակոցներ չկան, չէ, այդ ամեն ինչը պահպանվում է, չէ, ինչու է դա հենց Ալիևին ասվում, որովհետև գիտի, որ նա կարող է ունենալ հավակնություն խախտելու, որովհետև նա է ավտորիտար լիդեր։ Իդեպ նաև Թրամփը պատահական չէ, որ հիշեցրեց այդ ստորագրման արարողության ժամանակ, որ դու արդեն երկար տարիներ է, չէ, որ Ադրբեջանը ղեկավարում ես, այսինքն դրանով ընդգծեց նրա ավտորիտար լիդերի կերպարը։ Հիմա բնականաբար Ալիևը այդ խոսույթից արագ չի կարող հրաժարվել, բայց մեզ համար կարևորն այն է, որ նրա գործողությունները այլևս չեն համապատասխանում այն խոսույթին, որը գործածում է Ալիևը։ Այս դեպքում ինչով է պայմանավորված, պարոն Օրդուխանյան, Միացյալ Նահանգների եւ անձամբ նախագահ Թրամփի հետաքրքրությունը Հայաստանի եւ հենց այդ թրիփի նկատմամբ, որովհետեւ շատերի համար դա տարօրինակ է, չէ՞, ամեն դեպքում այսպիսի մեծ հետաքրքրություն վերջին 1 ամսվա ընթացքում մի քանի անգամ Թրամփը շեշտեց, որ անհամբեր սպասում եմ, անհամբեր եմ այդ նախագծի իրականացման առումով։ Իրականում սա շատ կարևոր է, որովհետեւ այսօր աշխարհում ըստ էության կոմունիկացիաների պայքար է գնում եւ կոմունիկացիաներից օգտվելու հնարավորությունները շատ կարեւոր են նաեւ գերտերությունների համար։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Միացյալ Նահանգների նախագահը, այսպես ասենք, ընտրվեց մի կարգախոսով, այդ MAGA-ն, Make America Great Again, որը շատերը այլ կերպ կարող են մեկնաբանել եւ մեկնաբանեցին, որ ԱՄՆ-ն իզոլացվելու է եւ այլն կենտրոնանալու է ներքին հարցերի վրա։ Ես հակառակ պնդումներն եմ արել եւ այսօր ԱՄՆ-ի գործնական քաղաքականությունը նաև այս իրողություններն է, այսպես ասենք, ցույց տալիս, չի կարող Ամերիկան լինել հզոր երկիր մեկուսանալով աշխարհաքաղաքականության մեջ։ Եվ այստեղ կային հնարավորություններ կոնֆլիկտի լուծմամբ ձևավորելու ստաբիլ տարածաշրջան, որտեղ Ամերիկայի միջնորդությունը շատ մեծ դերակատարություն ունի առաջին հերթին Հայաստանի համար։ Սա տարածաշրջանային պրոյեկտ է, բայց թրիփը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում է, այսինքն այստեղ առանցքային պետությունը, բանալի պետությունը Հայաստանն է եւ այս կոմունիկացիան, որի նկատմամբ ուզում էր վերահսկողություն սահմանել Ռուսաստանի Դաշնությունը, ստացվեց, որ Ամերիկան կարողացավ խելացի ուժի միջոցով, այսինքն կոնֆլիկտը լուծելու նախաձեռնողականությամբ, գիտեք տարբերությունը որն է, Ռուսաստանը չէր ուզում կոնֆլիկտը լուծել, բայց ԱՄՆ-ն ուզում էր կոնֆլիկտը լուծել եւ այդ կոնֆլիկտը լուծելու ճանապարհով նա ստացավ այդ առավելությունը լինել թրիփով Հայաստանում, ի տարբերություն Ռուսաստանի, որը փորձում էր կոնֆլիկտը պահել եւ դրա արդյունքում ստանալ ճանապարհի նկատմամբ հսկողություն։ Այստեղ ռազմավարական այսպես մոտեցումներն էին շատ հակասական եւ տեսնում ենք, որ ԱՄՆ-ի ռազմավարությունը Հարավային Կովկասում ավելի գործնական եւ արդյունավետ եղավ։ Տեսեք, Հայաստան-Արևմուտք հարաբերություններին զուգահեռ ամեն դեպքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս հայտարարեց, որ Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է եւ պատմությամբ հաստատված իրողություն։ Նաև պետք է նշենք, որ առաջին նախագահը մեղադրեց Հայաստանի իշխանությանը 44-օրյա պատերազմում։ Դե Հայաստանին նման մեղադրանքներ հնչեցրել է առաջին նախագահը, երկրորդը եւ Ադրբեջանի նախագահը, այստեղ իրենց խոսույթը կարծես ունիսոն է շատ, ներդաշնակ է, բայց սա չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից ասեմ, որովհետեւ իրենք լինելով նաև Հայաստանի ղեկավարը, ըստ էության նույնիսկ եթե նման նախադրյալներ կային եղել են, մի պահ հիպոթետիկ պատկերացնենք, իրենք երբևէ նման խոսույթ չպետք է գործածեն, որովհետև այդ խոսույթը վնասում է ոչ թե գործող իշխանության, այլ Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ Հայաստանի Հանրապետություն ղեկավարած անձինք Հայաստանի Հանրապետությունը վնասելու որևէ նպատակադրում չպետք է ունենան, բայց ինչևէ հիմա ասում են այն, ինչ ասում են, առաջին նախագահը այլ բաներ էլ է ասել։ Ես ուզում եմ հիշեցնել 21 թվականին նա ասաց, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է։ Եվ դրանով հիմա մենք կարող ենք մի քանի հետևություններ, ինչու է Ռուսաստանի ձեռքում, եթե մենք հաղթել ենք 90-ականների նախագահ եղած տարիներին, այդ ոնց եղավ, որ հաղթող կողմի ձեռքում չէ լուծման բանալին, այլ Ռուսաստանի Դաշնության, ինչպես դա փոխանցվել է, Ռուսաստանը խլել է, այդ ոնց է եղել։ Շատ հարցադրումներ են առաջ գալիս, հիմա ինչքան շատ խոսեն, այնքան շատ ավելի խնդիրներ կլինեն եւ այդ խնդիրները լուծելու համար վարչապետը նրանց քանի անգամ կոչ արեց գալ եւ այսպես ասենք բանավիճել, բայց նրանք տարբեր պատրվակներով հրաժարվում են դրանից եւ սա էլ է ցույց տալիս, որ իրենք հանրայնորեն բանավեճի տեսքով ասելիք չունեն կամ հաղթելու հնարավորություն չունեն այդ բանավեճում, հակառակ դեպքում շատ լավ կգային, որովհետև իրենց ուզածը իշխանության տապալումն է, չէ։ Եվ բնականաբար այստեղ
բազմաթիվ հարցեր են առաջանում, թե Հայաստանի Հանրապետության ընթացքը զարգացման, որը տնօրինել են տարբեր ժամանակահատվածներում տարբեր նախագահներ, իրենց օրոք այդ հարցերը ինչու չեն լուծվել։ Օրինակ ինչու Բիշկեկյան համաձայնագիր է ստորագրվել, որտեղ եղել են կետեր, որ հայերը պետք է դուրս գան, նրանք պետք է վերադառնան եւ այլն, բայց այս ամենի ֆոնին նաև տարվել է, այսպես ասենք, անկախության ճանաչման խոսույթը, բայց չի ճանաչվել այդ անկախությունը եւ այլն, բազմաթիվ այսպես հարցեր կան, մութ հարցեր կան, որոնք լավ կլինի, որ պարզաբանվեն հանրության համար, բայց երբևէ պետությունը ղեկավարած որևէ անձ, որքան էլ նախկին կամ նախորդ լինի, իր պետության շահերի դեմ որևէ հայտարարություն չպետք է անի, ըստ իս։ Իսկ այս տեսակետը առաջին նախագահի ինչպես կմեկնաբանեք, որ Ռուսաստանի ներկայությունը Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է եւ պատմությամբ հաստատված իրողություն։ Այդ պատմությունը, այսպես ասենք, մի քանի դարով պատմություն ունի Ռուսաստանի ներկայությունը իր բնորոշմամբ Անդրկովկասում, Անդրկովկաս հայացք Մոսկվայից է տարածաշրջանին, լավ կլիներ, որ այսօր Կովկաս գործած էր կամ հարավային Կովկաս, այլ է աշխարհընկալման մի բան, ամեն դեպքում գիտակցական տեսանկյունից։ Հիմա տեսեք, այս տարածաշրջանում Ռուսաստանը վերջի մի քանի դարում է, հա, բայց այս տարածաշրջանը դրանից առաջել է եղել Ռուսաստանի գոյությունից առաջել է եղել Հայաստանը եւ հայկական պետականությունները, որոնք որ եղել են, պատմությունը փոփոխությունների, այսպես ասենք, ընթացք է եւ Ռուսաստանի ներկայությունը այս տարածաշրջանում ոչ թե զրոյանում է, այլ Ռուսաստանի ներկայությունը եւ ռեսուրսները եւ ազատության լծակները սահմանափակվում են եւ բալանսավորվում են եւ ինքը պետք է շատ լավ իմանա, որ կայունությունը կամ խաղաղությունը միշտ կախված է ուժերի ճիշտ հաշվեկշռից։ Եթե որևէ մեկը ստանում է հեգեմոնիա, ինքը այդ տարածաշրջանը օգտագործում է բացառապես իր շահերի համար, իսկ եթե իր շահերը թելադրում են այս կամ այն ազգերի համար պատերազմ, հաղթանակ կամ պարտություն, ինքը դրան տանում է եւ Ռուսաստանի պարագայում մենք այդպիսի երկեր շատ ենք ունեցել։ Մենք առաջին հանրապետություն ենք ունեցել, որը, այսպես ասենք, բռնի բոլշևիզմով խեղդվել է, հա, հիմա դա ովքեր են արել։ Բոլշևիզմը որտեղից է եկել, Ռուսաստանից չի եկել եւ արդյոք դա եղել է մեր շահերի օգտին, թե մեր շահերի դեմ, այնպես որ դրանք միանշանակ գնահատականներ չեն կարծում եմ եւ ես վստահ եմ եւ նաեւ քաղաքագիտորեն այդպես է, որ ցանկացած տարածաշրջանում կայունությունը պայմանավորվում է եւ կախված է ուժերի ճիշտ հաշվեկշռից, իսկ այսօր այս տարածաշրջանում ուժերի նոր հաշվեկշիռ է ձևավորվում։ Իսկ այս դեպքում ռուս-ադրբեջանական լարվածությունը վերջին դեպքերով պայմանավորված, կարծես թե հարաբերություններում սառույցը սկսում է հալչել ամեն դեպքում։ Ինչպես կանդրադառնա դա տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի վրա։ Տեսեք, Ռուսաստանը կիրառեց կոշտ խոսույթ եւ չհասավ հաջողության այս տարածաշրջանում։ Հիմա հասկանալով, որ կոշտ խոսույթով չես կարող այդպես մնալ եւ պահպանել քո ազդեցությունը կամ ներկայությունը տարածաշրջանում, փորձում է անցնել մեղմ խոսույթի։ Սա տակտիկական քայլ է, այդ թվում նաեւ Ադրբեջանի հետ, որովհետեւ իր կոշտ խոսույթը Ադրբեջանի հետ բերեց Ադրբեջանի մերձեցմանը արևմուտքի հետ։ Հիմա ինքը պետքա փորձի նոր, այսպես ասենք, խոսույթով շահագրգռել Ադրբեջանին, որ մի քիչ էլ մնա իր, այսպես ասենք, հա, հարաբերությունների դաշտում եւ այդպես ներողություններ խնդրել եւ ռևերանսներ անել, սրանք դիվանագիտական քայլեր են, շահերը չեն փոխվում Ռուսաստանի դաշնության այս պարագային, բայց մի կարևոր հարց կա, որտեղ Ադրբեջանը Ռուսաստանի պարագային որոշակի առավելություն ունի, լինելով Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանի մասին է խոսքը, իր ածխաջրածնային ռեսուրսները ադրբեջանական խողովակներով է ինքը վաճառում եւ հետեւապես ուզի թե չուզի պետք է գա, որովհետեւ այլընտրանք չունի այս պարագայում եւ գա խոսույթի մեղմացման, այնպես որ սա ըստ իս հասկանալի է եւ եթե մի փոքր փոփոխություններ լինեն եւ այսպես ասենք, քանի որ 907-րդ բանաձևն էլ վերացավ, դա նշանակում է ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի հարաբերություններն էլ կարող են ավելի սերտանալ եւ երեք եւ այսօր մենք տեսանք Թրամփի նախաձեռնությամբ, չէ, այդ գագաթնաժողովին խաղաղության եւ Հայաստանի ղեկավարը կա տարածաշրջանից եւ Ադրբեջանի ինչ է նշանակում, որ նույնիսկ Միացյալ Նահանգները առավելությունը վերցնում է իր ձեռքը մերձավոր արևելքում խաղաղություն հաստատելու գործում դուրս թողնելով Ռուսաստանը, ինչպես նաև Ռուսաստանը դուրս մնաց հարավային Կովկասում Այն նկատի հենց այդ, երբ հարաբերությունները սկսում են կարծես թե կարգավորվել ռուս-ադրբեջանական, արդյոք դա չի ազդի հենց այս տարածաշրջանի վրա։ Չեմ կարծում, որ կազդի, որովհետև հասկանալի է, որ այսօր կրկնում եմ այդ շատ կարևոր հանգամանքը, որ Ռուսաստանը
լինելով որոշակիորեն մեկուսացած այդ շուկայում, հա, ածխաջրածնային ռեսուրսների իր համար հնարավորություն են ադրբեջանական խողովակները, որոնք գնում են Թուրքիա եւ հետեւապես նաեւ դեպի Եվրոպա, այսինքն վաճառքի տեսանկյունից նավթի եւ գազի ինքը ուզի պետք է որոշակի հարաբերություններ պահի Ադրբեջանի հետ այս պարագայում նույնպես։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հիշեցնեմ իմ հյուրը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։